Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Լուվրի թանգարանի հետ առաջին ցուցահանդեսը։ Միջնադարյան հոգևոր արվեստի 16 գլուխգործոց է բերվել Լուվրից։ Նույն ցուցասրահում դրանք երկխոսում են Հայաստանի պատմության թանգարանի շուրջ 20 նմուշների հետ։ Մեկ ցուցանմուշ բերվել է Սուրբ Էջմիածնի գանձերից։ Սուրբ Պարդուղիմեոս Առաքյալի արծաթյա մասունքարանն է, պատրաստված Վանում 10-րդ դարում։ Մասանց պահարանի մեջ ամփոփված են հայոց առաջին լուսավորիչներից Պարդուղիմեոս Առաքյալի մասունքը։ Ցուցադրության ընդհանուր թեման է սրբազան երկխոսություն Լուվրից Հայաստանի պատմության թանգարան։ Պաշտոնական բացումից առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսին մասնակցեցին Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, Լուվրի թանգարանի նախագահ տնօրենը։ Բանախոսներն անդրադարձան երկու թանգարանների առաջիկա համագործակցությանը, արդեն կայացած և սպասվող նախագծերին։ Ներկայացված հավաքածուները իրոք հոգևոր և արվեստի գլուխգործոցներ են։ Սկսած 4-րդ դարից մինչև 19-րդ դար, սկսած Եգիպտոսից մինչև հին աշխարհի բյուզանդական կայսրություն և բնականաբար Հայաստան, դրանք մեզ տարբեր մշակութային ժառանգության շերտեր և ժամանակներ են տանելու։ Այս ցուցադրությունը սկսվող համագործակցության մի էջ է։ Առաջիկայում նախատեսվում է նաև Հայաստանի պատմության թանգարանից, ինչպես ասվում է, դեսպան նմուշներ ունենալ Լուվրում։ Դա Հայաստանի բազմադարյա ու գեղեցիկ պատմությունը Ֆրանսիայում ավելի տեսանելի կդարձնի։ Մեր երկու թանգարանների միջև կապն ու գործակցությունը շատ սերտ են արդեն։ Դրանք հնարավորություն են տալիս նաև աշխատակիցների միջև փորձի փոխանակում կազմակերպել։ Համագործակցային ծրագրերը ձևավորում են նաև անհատական վստահելի հարաբերություններ, որոնցից էլ ծնվում են նման նախագծեր։ Լուվրից Հայաստան առաջին անգամ բերված և Հայաստանի պատմության թանգարանի ընտրված ցուցանմուշները միջնադարի ոգեղենության արտացոլում են։ Եկեղեցում կիրառվող ծիսական պարագաներ կան, խաչեր, քշոց, սկիհներ, սրբապատկերներ։ Ցուցանմուշներն ընտրվել են երկու թանգարանների կողմից, հաշվի առնելով դրանց գեղարվեստական, հոգևոր, մշակութային կամ պատմական կապը միմյանց հետ։ Նպատակն է համադրել ու ցուցադրել Հայաստանի և քրիստոնյա Արևելքի բազմադարյա ժառանգության ամբողջ հարստությունն ու գեղեցկությունը։ Այս գործը, որի կողքին հիմա կանգնած ենք, մի գործվածք է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից։ Այն ընտրվել է իր պատմական ու գեղագիտական նշանակության համար։ Համադրվում է Հովնանին պատկերող գործվածքի հետ։ Դրանում գլխավոր մոտիվը խաչն է, Հովնան մարգարեի հարությունը։ Իմ թիկունքում ցուցադրված գործվածքի թեման ևս հարությունն է։ Վերջին դատաստանը, որից հետո արդեն հանգուցյալները պետք է հարություն առնեն։ Հնության և եզակիության առումով ցուցադրության զարդն է 4-րդ դարի հազվագյուտ գործվածքը։ Այն կարևոր նշանակություն ունի ոչ միայն Լուվրի թանգարանի համար։ Վաղ միջնադարից նման բավական լավ պահպանված գործվածք գրեթե մեզ չի հասել։ Եգիպտոսում է հայտնաբերվել, հենց եգիպտական կլիմայի շնորհիվ էլ պահպանվել է։ Աստվածաշնչյան տեսարանից և խորհրդանիշներից բաղկացած բարդ հորինվածք է։ Կենտրոնում խաչն է, մահվան հանդեպ հաղթանակի նշանը, կողքին ծովահրեշի երախից դուրս եկող Հովնանը։ Ցուցահանդեսի համադրության վրա երկու թանգարանների մասնագետների մեծ խումբ է աշխատել։ Լուվրի հավաքածուից առարկաները տեսնել, փորձել համադրել այդ առարկաներին, իսկապես դա ցուցահանդեսի ամենակարևոր եւ ամենահաճելի փուլերից մեկն է, որ մասնագետը աշխատում է նյութի հետ, ընտրում է այդ նյութերը եւ այդ բազում բաների մեջ պետք է ընտրես նրանք, որոնք ոչ միայն գեղեցիկ են, այլ նաեւ խոսում են։ Ցուցանմուշներն ընդգծում են միևնույն ժամանակ տարբեր միջավայրերում քրիստոնեությամբ միավորված արվեստի ընթացքը։ Արվեստի գործերի կողքին զանգվածային արտադրության իրերը նույնպես հավատի ինքնատիպ խորհրդանիշեր են։ Ուխտավորների համար արտադրվում էին հատուկ սրվակներ։ Նույն ցուցափեղկում համադրված սրվակներից մեկը Սուրբ Մինասի և Սուրբ Թեքղեի պատկերներով թվագրվում է 6-ից 7-րդ դար, Եգիպտոսից է Լուվր հասել։ Հայաստանի պատմության թանգարանում պահվող ուխտավորի սրվակը 5-րդ կամ 6-րդ դարում Դվինում է պատրաստվել։ Սուրբ Անդրեասն է պատկերված։ Երկու սրվակն էլ վկայում են անտիկ աշխարհում հեռավոր ուխտագնացության կարևորության մասին։ Սրվակներով ուխտավորները սուրբ վայրերից հավաքում էին օրհնված յուղ, ջուր,
ավազ կամ հող, սրվակները կրում էին պարանոցից կամ գոտուց կախ, իբրև սրբազան ուխտի նշան։ Լուվրում ունենք հայկական բազմաթիվ գործեր։ Նշեմ օրինակ 13-րդ դարի խաչքարը, որը Հայաստանը նվիրաբերել է Լուվրին 1976 թվականին։ Մենք շատ հպարտ ենք այդ նմուշով։ Կան բազմաթիվ նմուշներ Խեցեղենի բաժնում, զարդեր կան, իհարկե անհամեմատելի են Հայաստանի պատմության թանգարանում պահվող նմուշների հետ։ Այդ իսկ պատճառով կունենանք դեսպան նմուշներ, որոնք կցուցադրվեն Լուվրում, հանրությանը հասանելի կլինի հայ արվեստի եզակիությունը, կարևորությունը, գեղեցկությունը։ Իդեպ Լուվրը արևմտյան թանգարաններից հայկական արվեստի ամենամեծ հավաքածուներից մեկն ունի։ Լուվրի թանգարանի նախագահ տնօրեն Լորանս Դեկարը շնորհակալություն հայտնեց սեպտեմբերի 21-ին Հայաստանի համար կարևորագույն օրն իրենց թանգարանի հետ մշակութային ժառանգությունն արժևորելու եւ նման երկխոսություն ստեղծելու համար, ինչը նրա խոսքով երկու երկրների հրաշալի համագործակցության ցուցիչ է։ Շուտով Լուվրում կբացվի նոր բյուզանդական արվեստի եւ արևելյան քրիստոնեության բաժինը, որի շրջանակում կցուցադրվեն նաեւ թե սեփական հավաքածուի, հայկական ցուցանմուշներ, թե Հայաստանից տարված իրեր։ Սրբազան երկխոսություններ ցուցահանդեսը պատմության թանգարանում բաց կլինի 6 ամիս։ Հերմինե Հակոբյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։